բոլոր դեպքերում ԿՊ-ն պետք է պարտվեր։ Ինչու՞։ Որովհետև դա էր ընտրողների պահանջը։ Բայց եթե այս համախմբումը չլիներ, ԿՊ-ն հաղթելու էր, ճիշտ։ Հենց այդ է, որ համախմբումը տեղի է ունենում։ Տեսեք, 9 մասնակիցներից, ովքեր հայտեր են ներկայացրել ընտրություններում, 7-ը փաստորեն նույն դաշտից էին։ Միայն ԿՊ-ն եւ Եվրոդաշինքը այդ դաշտում չէին, բայց մեր դաշինքը նույնպես ԿՊ-ին չէր աջակցելու, մենք դա որոշել ենք, հայտարարել ենք, դա չի նշանակում, որ մենք ցանկացած գնով կլիներ, եթե մենք էլ միանայինք այդ դաշինքին, որպեսզի ինչ որ տեղեր ունենայինք, բայց մեզ համար հաղթանակը եւ ավականու մեջ հայտնվելը ինքնանպատակ չէր։ Մենք պարզապես տարբեր պատճառներով ենք քննադատում իշխանությունը, բայց այդպես եղել էր եւ նախկինում։ Այսինքն մենք քննադատում ենք ԿՊ-ին եւ Փաշինյանին նրա համար, ինչը նա չի արել, կամ վատ է անում, կամ դանդաղ է անում։ Իսկ ընդդիմությունը կամ ազգային ժողովի ընդդիմության ներկայացուցիչները, որոնք փաստորեն ներկայացված են հիմնականում նաև Գյումրիում եւ Երևանի ավականի ընտրություններում, նրանք քննադատում են ԿՊ-ն նրա համար, ինչ ԿՊ-ն արել է։ Իրենց համար դա շատ է, իրենց համար դա չափազանց է, իրենց համար դա անընդունելի է, մեզ համար դա քիչ է։ Ահա որտեղ է տարբերությունը, բայց տեսնում ենք, որ այստեղ ոչ թե շահերն են համընկնում, ոչ էլ նպատակներն են համընկնում։ Համընկնում է պարզապես մի բան. ԿՊ-ն չի բավարարում հասարակության պահանջները։ Ես կարծում եմ կուրս գծեցել, երթվել հորս արևով եւ այլն անիմաստ է, մենք պարզապես պետք է շարունակենք գործել եւ այստեղ մեզ խորհուրդներ են տալիս, ես լսում եմ նման բաներ, որ պետք է ավելի քաղցր խոսեիք, այդ դառը դեղերը, որ դուք առաջարկում եք, պետք է մի փոքր ավելի մեղրով, յուղով տապակած լիներ։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է մեր ժողովրդին։ Այդ մեղրը ում հասցեին։ Այսինքն, որ մենք չափազանց գործնական մեր տեխնացուն ես նկատի ունեմ չէր փորձում հաճոյանալ մարդկանց, չէր փորձում իրենց գրավել ինչ որ ամբողջահաճոյությամբ։ Ես նման բաներ եմ լսել, բայց կարծում եմ, որ մեր ժողովրդի ատամները, ստամոքսը եւ մնացած մասերը բավական արդեն փչացած ու հիվանդ են այդ կեղծ շաքարի պատճառով, որ լցնում են այդ ստով ու կեղծիքով եւ մարդիկ չեն ուզում նաեւ դա բողոքական ընտրություն էր, ինչպես եւ Երևանում, ինչպես եւ իմիջիալոտ 21 թվականին, այդպես որ որքան էլ կարող է տարօրինակ թվալ, բայց վերջին 6 տարիների բոլոր ընտրությունները բողոքական են, պարզապես 18 թվականի ընտրությունները նույնպես բողոքական են։ Մարդիկ բողոքում են ստեղծված իրավիճակի դեմ եւ ուզում են այլ ընտրանք։ Եվ 18 թվականի այն սպասելիքները, սպասումները, հույսերը եւ հույզերը, որոնք առաջացան, նրանք բումերանգի պես խփեցին այդ հույսերը առաջացնողներին, որովհետեւ հույսերը չկատարվեցին, որովհետեւ սպասելիքները խաբվեցին։ Նույնը տեղի ունեցավ եւ 21 թվականին բողոքական, այսինքն երկու չարիքներից նվազագույնը։ Իսկ հիմա փաստորեն ստացվեց այն, որ նվազագույնը երկու չարիքներից դիտվում է ոչ թե ներկան, այլ նախկինը Գյումրիում դա տեղի ունեցավ։ Եվ դա իհարկե սարսափելի է, բայց տեսեք, մենք առայժմ խոսում ենք միայն երկու չարիքներից եւ մարդիկ շատ լավ հասկանում են, որ այն, ինչ իրենց առաջարկված է, երկուսն էլ անընդունելի են եւ նրանք ընտրում են վատագույնից լավագույնը, կարծես թե, ինչպես էլ տարօրինակ կամ տգեղ դա չհնչի, մեր տարբերակը իրենք չեն քննարկում առայժմ։ Խնդիրը ես կարծում եմ միայն երկրորդ, երրորդ հերթին է այն, որ շատերն ասում են ձեզ չեն տարբերում։ Միգուցե չեն տարբերում, կտարբերեն, ոչինչ, որովհետև եվրոպական գաղափարը Հայաստանում հաղթելու է միևնույն է։ Պարզապես մնացածը այլընտրանքը մահ է, մենք դա տեսել ենք արդեն, հատկապես Գյումրիում էին վերջին տասնյակներ ռազմագերիների, որոնք արդեն պատերազմից հետո դեռ գերավարված են մնացել ռուսների նենգության եւ դավաճանության պատճառով։ Այնուամենայնիվ խնդիրն այն է, որ մենք չկարողացանք դեռևս եւ ոչ Գյումրիում, ոչ Երևանում, ոչ Վանաձորում որևէ տեղ
բավականաչափ համոզել ժողովրդին, որ մեր ետևից ուժ կա։ Մարդիկ գաղափարներին չէ, որ քվեարկում են, մարդիկ փնտրում են ուժը։ Այդ ուժը մենք դեռ չենք հավաքել, մենք որպես դաշինք ստեղծվեցինք անցյալ տարվա աշնանը ստորագրահավաքի համար։ Ես կարծում եմ, որ մենք կհասնենք հավաքել այդ ուժը եւ մեզ օգնում է պատմությունը, պատմության ընթացքը, Եվրոպայի միավորումը եւ ուժեղացումը, Հայաստանի հատուկ դիրքը, որը մենք հիմա գրավում ենք այս տարածաշրջանում, այդ ամենը աշխատում է մեր օգտին ու եթե մենք ճիշտ գնահատենք իրավիճակը եւ իհարկե դասեր քաղենք նաեւ այս դառը պատմությունից, մենք կհաղթենք։ Դուք ասացիք, որ նրանք պետք է վստահեն եւ հավատան, որ մեր հետևում ուժ կա։ Դուք իհարկե թվարկեցիք որոշ այսպես այդ ուժի գործոնները։ Եթե ես խնդրեմ, պարզապես ձևակերպումով, ինչ ուժ կա ձեր հետևում, որ դուք ասում եք, մարդիկ պետք է հասկանան, որ մեր հետևում եւս ուժ կա։ Ո՞րն է այդ ուժը։ Եկեք համեմատենք մեր հարևան Վրաստանի հետ։ Վրաստանում այդ անկումը Սաակաշվիլի ժողովրդավարական եւ արևմտյան սիրած ինչ որ մի պետության խորհրդանիշ դարձած կարգավիճակից մինչև այսօրվա մերժված, մեկուսացված եւ փաստորեն կոլաբորացիոնիստ պրոպուտինյան այդ կարգավիճակը մի քանի տարի տևեց եւ վրացական երազանքը դարձավ այդ մղձավանջի խորհրդանիշը։ Հիմա մենք ամիսներ շարունակ նաեւ ես ձեր տաղավարում պնդում եմ, որ ԿՊ-ի վարած քաղաքականությունը գնալով շատ ավելի ու ավելի նմանվում է այդ վրացական երազանքին ու մենք անգամ դառը կատակով անվանում ենք սա հայկական երազանք, հայկական մղձավանջ եւ արտաքին զարգացումները ինչ որ բան այնքան են վախեցրել ողջ աշխարհին ու նաև պաշտոնական Երևանին, որ նրանք ստիպված փաստորեն Թրամփի հաղթանակով եւ Եվրոպայի կտրուկ դեպի աճ անցումով տպավորված սկսեցին արագացնել այն, ինչ պետք էր անել ամիսներ եւ տարիներ շարունակ, որի մասին մենք անընդհատ խոսում ենք։ Ես անգամ ավազի ժամացույց էի դնում դեմս, երբեմն երբ որ խոսում եմ, ասում եմ, տեսեք ժամանակը սահում է շատ արագ, մենք չունենք այլևս ժամանակ, մնացել է 2 տարի, 1 տարի, կես տարի, ամիս է մնացել։ Բառացիորեն վերջին օրերին փաստորեն կնքեցին այն պայմանագիրը Միացյալ Նահանգների հետ, որը շատ վաղուց պետք է կնքվեր եւ որը հիմա դեռևս հասկանալի չէ որքանով է ընդունվում նոր վարչակազմի կողմից։ Մենք հասանք նրան, որ Մակրոնի դիրքերը 24 թվականի ամռանը խարխլված են եւ հիմա փաստորեն տեսեք Ֆրանսիան մեկուսացնում են Մարի Լեպենին եւ շատերը համարում են, որ դա հակաժողովրդավարական է։ Մենք հիմա դա չենք քննարկում, ժողովրդավարությունը պետք է կարողանա պաշտպանվել, ինչը մենք չենք տեսնում Հայաստանում։ Այո, որովհետեւ դատական գործերը հասցվում են մեղադրական եւ պատժի, իսկ Հայաստանում դա տեղի չի ունենում եւ մարդիկ դատական գործերով սարսափելի մեղադրանքներով շարունակում են ոչ միայն գործել, այլ նաև հաղթել քաղաքական եւ մարդիկ տեսնում են, որ փաստորեն ուժ չկա իշխանության մեջ։ Ահա որտեղից է նաև այս պարտությունը, դա ոչ միայն մեր պարտությունն է, դա նախ եւ առաջ երկի իշխանության պարտությունն է, բայց վերադառնալով այն բանին եւ ներողություն դա համարել ժողովրդավարություն չի կարելի, դա ժողովրդավարության արդյունք չէ, այլ թուլակամության երևի կամ չգիտեմ, ոչ ժողովրդավարության համենայն դեպս երևի թե։ Մենք սկսեցինք մեր խոսակցություն նրանից, որ ժողովրդավարությունը Հայաստանում դեգրադացված է մինչև դեմագոգիա։ Մինչև հաճո կարգախոսներ, որոնք չեն իրականանում։ Երբ է դա դառնում դեմագոգիա, դեմոկրատիա եւ դեմագոգիա մոտ բառեր են։ Երկրորդ դեպքում այդ կարգախոսները իմաստազուրկ են, իրանք որևէ բան այլևս չեն նշանակում։